Տիկին Վալենտինա, ինչու չդարձա գրող։ Ես որ Մոսկվա եմ գնում, այդ արկղով իմ գիրկը պատրաստ, նովելների գիրք, բավականին ծավալուն գիրքեր, հենց գրախոսականն է Սիլվա Կապուտյանն էր գրել, շատ գեղեցիկ բաներ։ Այս կեսուրս ուրեմն դա առասպելական բան էր, այդ հավիճուտեր էր առնում մշտապես։ Իրա մի սենյակը հատկացրել էր, առաջի հարկում էինք ապրում, երկրորդը դեռ կիսատ էր։ Բանը գցում էր այդ արկղների տակը, որ ճտերին կերակրի բանանի։ Այդ ամբողջ ուրեմն ամիս ու կես մնացել եմ Մոսկվա, գործուղում էի Լենինգրադ, ընդեղից գնացի Մոսկվա մնացի։ Այդ ամիս ու կես ընթացքում ամբողջ այդ թերթերը, որ արդեն պատրաստ էր, տպագրության էր գնալու, լցրել էր բանի տակ եկա, որ արդեն ուզում էի արկղը բացեմ, որ տեսնեմ ինչ արել, բա ուր է այդ արկղը, ծիծաղելով թե բանը, բա գցել եմ ճտերի տակը այդ գրածները, ես ինչ իմանա այդ ուրեմն դրել եմ իմ մահճակալի տակն այնտեղ, որ բայց վերցրել ա տարել, ոբշեմ էլ ոչինչ չկարողացա։ Այսինքն ոչ թե սկզբունքորեն ոչնչացրել էր, որովհետև ուղղակի ամփոփաբա, ամփոփորեն։ Ոչ թե դիտավորյալ, ոչ մի դիտավորություն չկար, ես մտածել եմ, որ բայց ինքը գիտեր, որ գրում եմ, նախապատրաստվում եմ, տանում եմ, բերում եմ, խմբագրում են, խորհուրդներ են տալիս եւ այլն։ Ոբշեմ այդպես էլ մաթեմատիկոսների ընտանիքում ինչ գրող հարս, երևի։ Այո, իրանք շատ մատերիալանքով են նայում դրան, բայց ես գիտեք ինչ, միջև դրա տպվելը բազմաթիվ տպագրություններ եմ ունեցել, գարուն ամսագրում, թերթերում, հոդվածներ էի տպում, ու ահագին փող էի վաստակում, նաև դրանով։ Բերում էի իրան տալիս էի, ուրախանում էր 50,000, 60,000 ահագին փող էր էլի, ասում էր, վայ, ես ինչ լավ է ես կանեմ են, այդ դուրը գալիս էր, բայց դեռ պահպանել չպահեց էլի, այդպես էլ։ Փողի համար էի գրում, Տիկին Վալենտինա, գրում էի, որտեղ մղում էր, պիտի դուրս գար։ Չէ, որ ինքս ամուսինս որ ուսանող էր, ու շատ քիչ գումար էին ուղարկում էլի։ Այդ առիթներով ես բանը անում, որ մի կոշիկ առքես, մի հատ կուրտկա, մի բան, ձմեռային մի շոր առելի, այդ ինձ ուրախացնում էր, որ այդ գումարները նպատկան մեկ-մեկ կեսուրիս էի տալիս ինքներ ուրախանում։ Ոչ մի անգամ ես ինքնուրույն գումարները չեմ ծախսել, միշտ տվել եմ իրանց եւ դրանից ես լավ եմ զգացել։ Շատ ջահել տարեքից դպրոցական դեռ 7-րդ 8-րդ դասարանից բանաստեղծություններ, նովելներ էի գրում։ Ես նովելների գիրք էի պատրաստել։ Գիրովականի գրողների միության անդամ էի եւ ստեղի գրողների միության։ Հիմա էլ է գրողների միության անդամ։ Չէ, վաղուց արդեն կապ չունեմ։ Ուրեմն բաներ նովելներ էի գրել։ Գրողները այստեղից եկան Գիրովական, այն ժամանակ Գիրովական էր։ Ու երեկույթ էր, ցերեկույթ էր կազմակերպվել։ Ես իմ նովելներից երկուսը կարդացի, Սիլվա Կապուտյաններ, բոլոր հայտնի գրողները, Շիրազը, Համուսահյան, բոլորը հետ չեմ մոռանում, ամենատպավորիչը Սիլվա Կապուտյանը խոսք վերցրեց իմ ելույթից հետո, շատ ծափահարեց իմ բան ու ասեց ես արդեն նախանշում եմ, որ Լորին կունենա մի հոյակապ նովելիստ։ Ինչը խանգարեց ձեզ, Տիկին Վալենտինա։ Գիրքը պատրաստ էր արդեն, ամեն ինչ։ Եվ հետո ված չեմ աշխատել։ Տիկին Վալենտինա, գիտեք ինչ է ինձ հետաքրքիր։ Դուք յետասարդ տանեն ստեղծագործել եք ու ստեղծագործ աշխատանքը ու հաշվապահությունը թող ներվի ինձ, բայց ստեղծագործ բան կա հաշվապահության մեջ։ Ոնց է այդ անցումները կաղացապահել։ Ամենաչսիրածս գործը հաշիվներն են եղել։ Բայց բախտի բերումով աշխատել եմ այնպիսի կազմակերպություններում, աշխատել եմ ակադեմիայի գլխավոր հաշվապահ, հուշարձանների պահպանության վարչություններ են ժամանակ, այդտեղ եմ աշխատել, թերթերում եմ աշխատել, հայկական ժամանակում եմ աշխատել երկար տարիներ, 20 տարի, աշխատել եմ երկիր թերթում, հրապարակում, բացի դրանից ակտիվ գրողների միության հետ եմ կապ ունեցել։ Որ համեմատեք ժամանակագրորեն ձեր ապրած կյանքը, դուք ասացիք, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եք ծնվել։ 40 թվին։ Այ որ հա նույնիսկ 40 թվին, այսինքն պատերազմի ժամանակ դուք փոքր եք եղել ու այդ սովը, զրկանքները հիշում եք։ Այո, հիշում եմ իհարկե։ Վատ եք ապրել ձեր ընտանիքը։ Շատ այդ երեխեքը ստիպեցին վերջերս, որ քո կենսագրությունը գրի, հատկապես
Զարայի քույրիկը շատ էր բանանում, որ ես տպել եմ տալու եւ այլի գրի մեր երեխեքի համար, գրի մեր քո ծորների, թորների։ Ահագին բան գրեցի, միջև Մանավանդ ու գրելու դիրք ունեք իսկապես։ Հա, շատ հետաքրքիր բաներ ստացվում ու շատ հուզիչ բաներ ավ էլի։ Բա ինձ չեք ասում հուզիչ մասերը։ Դեր կիսա տա, դեր չեմ վերջացրել։ Շատ ծավալուն բան է։ Պատմեք։ Հիմնականում պատերազմի տարիներին մորս հետ հայ մենք ես Երևանում եմ ծնվել, ստեղ ենք եղել, հայրս վայենի բժիշկ, զինվորական բժիշկ էր։ Բժշկական ավարտելուց հետո իրան 41 թվի վերջերին նոր տարել են բանակ։ Այդ ժամանակ ես ծնված մի տարեկան գնացել են գյուղ, Այգիհատ գյուղը, իմ պապի տանն ենք ապրել։ Տատս չկար, պապս էր մենակ, հորեղբայրներ բան այդ մեծ տաղամասում։ Բայց բանը ամառվա ամիսներին միշտ իջնում էինք ձոր էին ասում, մեր ձորը քոբայրի վանքը լսած կլնեք։ Այդ շրջակայքում տնակ ունեինք փոքր բանը, տեղ պապս այգիներ եւ այլը։ Ու շատ տպավորվել է մի օր, ուրեմն կարմրուկով հիվանդացել եմ, երևի 3.5 տարեկան եմ եղել, բայց հիշում եմ ես դա, ինչն եմ հիշում, որ մեր այդ տնակի մոտ կանգնում էինք, ձորը ներքև երևում էր, ճանապարհը ով է գալիս, ամեն գյուղ գնացողի գալիս էին բարձրանում գնում, նայում էինք։ Ու մի օր տեսնում եմ, որ մի շատ լավ հագնված զինվորական մարդ է գալիս, մամաս ասում է, ախ, Իրանի քո պապան լինի։ Ու գալիս է իմ պապան լինում։ Ասում է ջերմությունը 3-4 օր ջերմություն եմ տվել, այդ օր անմիջապես ուրախությունից բան, այդ տպավորվել է ձորի այդ մի քանի էպիզոդը։ Մանկության հուշ որպես։ Հա, նրանից հետո էլի 3 տարի մնացել ենք գյուղում, միջև հայրս եկել է ու Կիրովական ենք տեղափոխվել, իրան այնտեղ նշանակեցին բանտի բժիշկ բանտում Կիրովականի։ Մենք էլ գնացինք այնտեղ ու իմ մանկություն, պատանեկություն այնտեղ է անցել։ Լավ եք հիշում ձեր մանկությունը, պատանեկությունը լավ եք հիշում։ Հա, ոչինչ։ Այդ գրողների միության հետ, այդ էքսկուրսիաներ, անընդհատ հավաքներ, հավաքույթներ, քննարկումներ, այնտեղ բանաստեղծներ բան ունեին, Գլորվայի ամբողջ այդ միջև Ալավերդի ուզմանից գալիս էին բոլորը։ Կիրովականի դպրոցն եմ ավարտել, միջնակարգը մի դասարանում ենք սովորել ամուսնուս հետ, վերջի տարիները արդեն համագրում էինք, չգիտեմ, ես մի քիչ մաթեմատիկայից թույլ էի, ինքը ինձ պարապում էր, դուք պատկերացրեք, որ ավարտական դասարանում, որ թվանշանը դնում էին, երկրաչափություն, Օհանյան 5, ասում էին իմ Շավերձյանի բանում էին գնում, արդեն բոլորը գիտեին, որ մտերիմ ենք։ Նորմալ էր ամեն ինչ, վերջի 2 տարին էլ սիրահարվեցի, ավելի հետաքրքիր ու բովանդակալից դառավ կյանքս։ Հետաքրքիր, որ ձեր ծնողները ձեր տարիքը խոչընդոտ չեն համարել եւ աջակցել են ձեզ։ Հա, ինքը եկավ ծնողներիս հետ խոսեց, որ ես հասուն մարդ եմ, իմ ընտրությունը միակն է եւ վերջնականն է, մենք միասին պետք է լինենք, խնդրում եմ դեմ չլնեք։ Մենք ամուսնացանք, ինքը եկավ ընդունվելուց հետո, ճիշտ ասած իր ծնողները դեմ էին, որ մենք շուտ ենք ամուսնանում, բայց եկավ։ Քանի տարեկան էիք։ 18 երևի նոր ավարտած երեխեք էլի։ Եմ զաքսով բանով ամեն ինչ ձևակերպեց, ինքը թողեց գնաց։ Բայց դրանից հետո 2-3 անգամ մի տարվա մեջ ես գնում էի գործուղում, ամառը ինքն էր գալիս։ Այդպես 4 տարի անցավ։ 4 տարուց ավարտելուց հետո։ Դժվար տարիներ են եղել տիկնալիա։ Այո, ես հա, այդ ընթացքում աղջիկս ծնվեց, մեծը, Արմինեն, որ հիմա գլխավոր խմբագիրն է, Թերսի։ Իմ գոլեգան։ Միշտ ասում եմ, որ եթե Մոսկվա չգայիր, Հայաստանը կզրկվեր այդ լավ խմբագրից։ Շատ մեծ սեր է եղել, շատ։ Ես սիրել եմ Կիրովակ։ Առաջին ու վերջին։ Այո, առաջին ու վերջին։ Ինքը մեր քաղաքի ամենալավ տղան էր, ամենաաչքին գնող։ Բոլորի աչքի լույսը։ Լավ էլի, սիրող աչքերով եք ասում։ Լավ էլի։ Դուք չեք պատկերացնի ինչ հոյակապ տղամարդ էր, ինչ տեսք ուներ, ինչ հազարի մեջ երևացող մարդ էր։ Ու ձեզ էր ընտրել։ Ու ես ինձ էր ընտրել, ես էլ փոքր մոքր ոչինչ էլի, այդքան վատը չէի։ Համենայնդեպս շատ սիրով ենք եղել։ Ավարտելուց հետո ինքը գնաց Մոսկվա, ընդունվեց Լոմոնոսովի համալսարանում սովորեց, ես մնացի Կիրովականում։ Եկա Երևան, քննություններ հանձնեցի,
Նիշերս չբռնեցին, թղթերս վերցրի գնացի, հետո պարզվեց, որ ինձնից ցածր նիշերով մարդիկ ընդունվել են, երևի բանասիրականներ։ Հետո որ արդեն անցա աշխատանքի, Կիրովական մեծ հոյակապ գործարան բացվեց ավտոմատիկա, մեր ընտանիքի մորս վիճակն էլ լավ չէր, օգնելու համար անցի աշխատանքի, շատ կարճ ժամանակում ինձ որպես քաղաքային սովետի դեպուտատ ընտրեցին, նկարս կպցրեցին քաղաքի կենտրոնում, գործուղումներ ուղարկեցին Լենինգրադ, շատ առաջադեմ դեմք տարա այդ բանում, բավականին էլ վաստակում էի, շատ հետաքրքիր գործ էր։